Քննարկման արդյունքում ինչ եզրահանգման եկավ։ Տեսեք, քննարկումը գնահատում ենք, որ բավականին առողջ մթնոլորտում տեղի ունեցավ։ Մենք հասցրեցինք լսել եւ մեր գործընկերների մտահոգությունները եւ կարծիքը եւ ինչ առաջարկություններ են ըստ էության իրենք անում եւ մեր գործընկերներն էլ հասցրեցին լսել մեր խմբակցության падգամավորների եւ փորձագետների կողմից մեր մտահոգությունները եւ մեր վերլուծությունները։ Հատկապես 4 քաղաքական ուժերի հետ կապված էր ձեր մտահոգությունը եւ մտահոգությունը եւ ինչ է դրանում։ Ըստ էության ոչ միայն այդ հարցի շուրջ է մեր քննարկումները տեղի ունեցել, մենք գտնում ենք, որ խորհրդարանը իրոք պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը, քաղաքական ուժերի ներգրավվածությունն ու ներկայությունը, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռնելով եւ տրամաբանություն ունենա ներկայի եւ հետագա գործողությունների մեջ։ Պարոն Էփիաջյան, թե այս փոփոխությունները կյանքի են կոչվում, դուք ըստ էության ընտրական այս օրենսգիրքը կողմ եք քվեարկելու ամբողջ խմբակցությունը։ Մեր համար սկզբունքային կետերը, եթե ընդունվում են, բնականաբար Ծառուկյան խմբակցությունը միասնական ձևով կողմ քվեարկի։ Եթեներով եկեք չառաջնորդվենք, մենք հիմա աշխատանքային փուլում ենք գտնվում, քննարկումների փուլում ենք գտնվում, երբ որ արդեն այս քննարկումների փուլը նաև կտեղափոխվի հանձնաժողովում որպես աշխատանքային փուլ, այդ ժամանակահատվածում բնականաբար մենք մեր առաջարկությունները կներկայացնենք եւ մեր գործընկերների հետ առհասարակ ուզում եմ ի սկզբանե ձեզ բոլորիդ ասեմ, փոխադարձ ընկալման, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ենք մեր գործունեությունը ծավալում եւ մեր կողմից ներկայացված առաջարկությունները իր մեջ ունեն խորը տրամաբանություն եւ մենք ներքին համոզմունք ունենք, որ մեր մյուս գործընկերների կողմից էլ ընկալելի կլինեն մեր կողմից ներկայացված առաջարկությունները։ Տեսեք, քննարկումների փուլում գտնվող հարցերը չեմ կարծում, որ տեղին է համարել հնարավոր է թե անհնարին է։ Գործընթացը նոր է սկսվել եւ գործընթացը երբ որ կհասնի իր ավարտին, նոր կհասկանանք ինչն է հնարավոր եւ ինչը անհնար։ Պարոն Էփիաջյան, Արարատ Մուսյանը նշեց, որ 4-րդ ուժի հետ կապված 2%-ի շուրջ համաձայնության եք եկել։ Չկարծում որ ցածր շեմ է, ինչու։ Ըստ էության համաձայնությունը սա ոչ թե մեր խմբակցության պաշտոնական դիրքորոշումն է, այլ падգամավորները ներկա գտնվող յուրաքանչյուրն էլ հնարավորություն է ունեցել կարծիք ասելու, կարծիք հայտնելու, մենք հստակ գտնում ենք, որ 5% շեմը դա նաև քաղաքական մասնակցության համար որոշակի առումով ստուգատես է, հասկանալու թե որ քաղաքական ուժը կարող է իր մասնակցությունը եւ հայտը ներկայացնել եւ պետք է կրկնվեմ, ասելով քաղաքական ուժերը եւ խորհրդարանը որպես այդպեսին այն տեսլականը պետք է առաջ քաշի եւ այն ներկայությունը պետք է ապահովի, որ ժողովուրդը իր պահանջը պետք է ձևակերպի։ Արհեստական բոնուսներով մասնակցություն ապահովելը մենք արհեստական մասնակցություն են քաղաքական ստեղծելու։ Դրանից բխող մնացած արհեստական գործընթացներից եւ Հաջողելու է արդյոք նոր ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների ձեզ։ Այս փուլում մենք տրամադրված ենք միասին քննարկելու, միասին աշխատելու եւ ունենալու տարբեր քաղաքական ուժերի եւ ճիշտ հասկացեք, խոսքը գնում է նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքը լսելով եւ մի կարեւոր հանգամանք եւս եկեք հաշվի առնենք, որ մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն կարեւորագույն գործոնը, որ մեր երկրի քաղաքացին եւս պետք է ընդունի այս ընտրական օրենսգիրքը որպես հիմնական խաղի կանոնի փաստաթուղթ։ Պարոն Էփիաջյան, սկզբունքային է Ծառուկյան խմբակցության համար նոր օրենսգրքով գնալը, թե հնով էլ հնարավոր է ու կարելի է։ Հնի հետ կապված այնուամենայնիվ կիրառության մեջ դնելուց հետո թե քաղաքական ուժերը, թե մեր երկրի քաղաքացիները տարբեր խնդիրներ արձանագրեցին եւ այդ խնդիրները արձանագրելուց հետո պետք է միևնույն ժամանակ արձանագրենք, որ նպատակահարմար չէ հինով գնալը։ Պարոն Էփիաջյան, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ըստ էության արդեն հաշվի չի առնվելու, եթե անգամ հասնի տեղ։ Ձեր խմբակցության համար սկզբունքային էր երկար ժամանակ Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից դատելով։ Այս պահին ինչ իրավիճակը։ Տեսեք, մենք այս հարցերի հետ կապված բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, ընդ որում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներով Ծառուկյան խմբակցությունը իր անձնական տարբերակներ է ներկայացրել ընտրական օրենսգրքի եւ Վենետիկի հանձնաժողովի բնականաբար գործառույթները շատ կարեւոր են եւ այս ժամանակահատվածի համար մենք պետք է քննարկենք եւ հասկանանք որքանով հնարավոր կլինի նաեւ իրենց փորձագիտական եւ մասնագիտական եզրակացությունը լսելու։ Այս պայմանությամբ մենք նախնական տեղեկություն ունենք, որ նրանք ավելի շատ հենվելու են միևնույն ժամանակ քաղաքական առումով թե Հայաստանի ներքաղաքական
դաշտում ինչպիսի մոտեցում կա տվյալ օրենսդրական նախաձեռնության հետ կապված։ 6 ամիսը սկզբունքային չի լինելու, ընդունելուց հետո։ Տեսեք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշում հայտնելու ինձ լիազորություն չեմ վերապահում ներկայացնելու։ Պարզապես այն տեղեկությունները, որ ես ունեմ, ձեզ ներկայացրեցի։ Շնորհակալ եմ։